Գիրք առակաց, գլուխ 2 և 3 Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես և պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ և դրանք իբրև խրատ պիտի ավանդես որդուդ: Արդարև, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես և ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման և ինչպես գանձ որոնես այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և դու կգտնես Աստծո գիտությունը: Տերն է տալիս իմաստությունը և նրանից են բխում գիտությունն ու հանճարը: Նա է արդարների համար փրկություն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին: Նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատուն դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին: Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին: Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից և նենգախոս մարդուց: Վայ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած կգնան խավարի ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով և կխնդան դեպի չարը խոտորվելով: Ծուռ են լինելու նրանց ճանապարհները և շավիղները խոտորնակ: Նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար խորհուրդներից: Որդյակ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը և մոռացել Աստծո ուխտը: Այդպիսին իր տունը դրել է մահվան մոտիկ, իր շավիղները դժոխքի մոտ, երկրածինների հետ: Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ չեն դառնալու և եթե մինչև իսկ զղջան էլ, չեն հասնելու ուղիղ ճանապարհի և չեն ապրելու իրենց կյանքի տարիները: Եթե նրանք բարի ճանապարհներով գնացած լինեին, դյուրին կգտնեին արդարության շավիղները: Քաղցրաբարո մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները և արդարները պիտի ապրեն այնտեղ: Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջվեն երկրից և անօրենները պիտի վտարվեն դրանից: Որդյակ, մի մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն: Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից: Կապիր դրանք քո պարանոցին, գրիր դրանք քո սրտի լայն տախտակի վրա և դու շնորհ կգտնես: Տիրոջ ու մարդկանց առջև խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծո վրա և մի հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները և ոտքդ չսայթաքի: Դու քո աչքին իմաստուն միտ մի թվա, այլ վախեցիր Տիրոջից և խուսափիր ամենայն չարից: Դա քո մարմնի համար բուժում և քո ոսկորների համար դարման կլինի: Պատվիր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտուղ հատկացրու նրան, որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով և քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն: